Ոսկե մազերով սատանան։ Ժամանակով մի աղքատ կնիկ տղա է բերում։ Էս տղան շապիկով է ծնվում։ Կախարդները գուշակում են, որ 14 տարեկանում նա պիտի ամուսնանա թագավորի աղջկա հետ։ Էնպես է պատահում, որ տղայի ծննդից անմիջապես հետո թագավորը ծպտված այցելության է գնում այդ գյուղը, ու երբ նա հարցնում է, թե ինչ նորություն կա, ասում են. մի տղա է ծնվել մեր գյուղում, շապիկը հագին, նա հաջողակ տղա է լինելու, ինչ որ մտքում դնի, իրագործվելու է։ Համ էլ ասում են, կախարդները գուշակել են, որ իբր 14 տարեկանում պիտի ամուսնանա թագավորի աղջկա հետ։ Թագավորը շատ չար սիրտ է ունենում, երբ իմանում է այդ բանը, շատ է բարկանում, գնում է երեխայի ծնողների մոտ, շատ մեղմ ու բարի մարդ ներկայանում ու ասում. դուք աղքատ մարդիկ եք, ձեր երեխային տվեք ինձ, ես լավ կպահեմ նրան։ Սկզբում նրանք չեն ուզում, բայց երբ օտարականը մեծ գումար է խոստանում, մտածում են, քանի որ բախտավոր է ծնվել, ամեն տեղ էլ հաջողություն կունենա։ Համաձայնում են, երեխային տալիս։ Թագավորը երեխային դնում է ճամփորդական սնդուկի մեջ, առնում թամբին ու ձին քշում գնում։ Որ հասնում է մի խոր լճակի, սնդուկը գցում է ջուրն ու մտածում. աղջկաս փրկեցի անկոչ փեսայից։ Բայց սնդուկը չի սուզվում, նավակի պես լողում է ջրի երեսին ու գնում դեպի ընկնում ջրաղացի ամբարտակին։ Բախտի բերմամբ ջրաղացպանի ծառան մոտերքում է լինում, նկատում է, ուրախանում, կարծում է գանձ է գտել, բացում է, տեսնում մի սիրուն, առողջ, ուրախ երեխա։ Տանում է տուն, ցույց տալիս ջրաղացպանին ու կնոջը։ Սրանք երկար տարիներ երեխա չեն ունենում, ուրախանում, աշխարհքով մին են լինում։ Ջրաղացպանի կնիկն ասում է. «Էս Աստված է ուղարկել մեզ համար», ու պահում են, դաստիարակում։ Տղան մեծանում է, շնորհքով մարդ դառնում։ Օրերից մի օր թագավորն անձրևից պաշտպանվելու համար մտնում է ջրաղացը, տեսնում է մի սիրուն, բոյով տղա, ջրաղացպանին հարցնում է, թե իրենց տղա՞ն է։ Ասում են. չէ, գտնովի է։ 14 տարի առաջ սնդուկի մեջ մեր ամբարտակի մոտից ենք գտել։ Թագավորը գլխի է ընկնում, որ էս էն բախտավոր տղան է, որին ինքը ջուրը գցեց, ասում է. կարելի է էս տղան նամակը ստանի թագուհուն, 2 ոսկի կտամ։ Հրամանքդ, պատասխանում են ջրաղացպանն ու կինը, և տղային պատվիրում ճանապարհ ընկնել։ Թագավորը թագուհուն գրում է. հենց որ նամակաբերս գա, անմիջապես սպանեք ու թաղեք, ամեն ինչ արեք, վերջացրեք մինչև գալս։ Տղան նամակը առնում ու ճամփա է ընկնում, բայց անտառով անցնելիս մոլորվում է, մթության մեջ ինչ որ լույս է տեսնում, գնում է այդ լույսի ուղղությամբ, հասնում է մի խրճիթի, ներս է մտնում, օջախի մոտ մենակ մի պառավ է լինում նստած, էս պառավն ասում է. որտեղից ես եկել, ուր ես գնում։ Ջրաղացից եմ գալիս, պատասխանում է տղան, գնում եմ թագուհու մոտ, նամակ եմ տանում, բայց անտառում մոլորվեցի, ուզում եմ էստեղ գիշերել։ Խեղճ տղա, գիտես, որ ընկել ես ավազակների որջը, երեկոյան որ տուն եկան, քեզ սպանելու են, ասում է պառավը։ Ով ուզում է գա, ես ոչ մեկից չեմ վախենում, այնքան հոգնել եմ, որ պիտի պառկեմ ու քնեմ, ասում է, պառկում նստարանին ու քնում։ Շուտով ավազակները տուն են գալիս ու չարությամբ հարցնում, թե ով է էս տղան, ինչու է այդտեղ պառկած։ Ահ, հառաչում է պառավը, երեխա է, ինչ տղա, մոլորվել է անտառում, մեղքս եկավ տեղ տվի, նամակ է տանում թագուհուն։ Ավազակները բացում են նամակը, կարդում, որ գրված է, թե նամակը ստանալուն պես սպանեք տղային ու թաղեք։
դաժան ավազակների գութը շարժվում է։ Նրանց պետը պատռում է նամակը ու մեկ ուրիշը գրում, թե տղայի տեղ հասնելուն պես պսակեք թագավորի աղջկա հետ։ Ավազակները թողնում են, որ տղան մինչև լույս մնա քնած, իսկ երբ արթնանում է, նամակը տալիս են ու ճամփա դնում։ Թագուհին հենց որ նամակը ստանում է, անմիջապես կատարում է պատվերը, ճոխ հարսանիք է անում, աղջկան ամուսնացնում բախտավոր տղայի հետ։ Ու քանի որ տղան գեղեցիկ էր ու բարի, նրանք ուրախ ապրում են իրենց համար երջանիկ։ Շատ ժամանակ է անցնում, թե քիչ, մի օր էլ թագավորը պալատ է վերադառնում ու տեսնում կատարվել է գուշակությունը, բախտավոր տղան ամուսնացել է իր աղջկա հետ։ Էդ ինչպես եղավ, հարցնում է նա, չէ որ ես բոլորովին ուրիշ բան էի գրել։ Թագուհին ցույց է տալիս նամակը, թե քո աչքով տես ինչ է գրված։ Թագավորը կարդում է նամակը ու անմիջապես նկատում, որ փոխված է։ Նա տղային հարցնում է, թե ինչ է արել իր գրած նամակը եւ ինչու է փոխարենը ուրիշ նամակ բերել։ Չգիտեմ, ասում է տղան, հավանաբար փոխել են գիշերը իմ քնած ժամանակ։ Թագավորը բարկացած ասում է. Այդպես հեշտ ու հանգիստ դու թագավորի փեսա չես դառնա։ Ով ուզում է իմ աղջկան կին առնել, պետք է դժոխքից բերի ու իմ ձեռքը տա սատանայի գլխի 3 ոսկե մազը։ Թե որ բերես, կմնաս իմ փեսան։ Թագավորը մտածում է այդ միջոցով ազատվել տղայից, բայց տղան ասում է. Ինչ կա որ, կբերեմ այդ ոսկե մազերը, ես սատանայից չեմ վախենում։ Ասում է հրաժեշտ տալիս թագավորին ու ճամփա ընկնում։ Գնում, հասնում մի քաղաք։ Քաղաքի դռնապանը սկսում է հարց ու փորձ անել նրան, թե ինչ արհեստ ունի, ինչ կարող է անել։ Ամեն ինչ էլ կարող եմ, պատասխանում է բախտավորը, որ այդպես է, ասա տեսնենք, ինչից է փչացել մեր շուկայի շատրվանը։ Առաջ գինի էր ժայթքում, իսկ հիմա սովորական ջուր էլ չի գալիս։ Կասեմ, սպասեք, մինչև վերադառնամ։ Ասում է տղան ու շարունակում ճանապարհը։ Հասնում մեկ ուրիշ քաղաք։ Այդ քաղաքի դռնապանն էլ է հարցնում, թե ինչ արհեստ ունի տղան, ինչ կարող է անել։ Ամեն ինչ էլ կարող եմ, պատասխանում է նա, որ այդպես է, ասա տեսնենք, ինչի պտուղ չի տալիս մեր քաղաքի ծառը, առաջ ոսկե խնձորներ էր տալիս, իսկ հիմա տերևել չկա վրան։ Կասեմ, պատասխանում է տղան, սպասեք մինչև վերադառնամ։ Տղան գնում, հասնում մի մեծ գետի, պիտի անցներ այդ գետը։ Փոխադրողը հարցնում է, թե նա ինչ արհեստ ունի, ինչ կարող է անել։ Ամեն ինչ էլ կարող եմ։ Որ այդպես է, ասա տեսնեմ, ինչու պիտի ես ամբողջ կյանքումս փոխադրող աշխատեմ ու ոչ ոք չփոխադրի ինձ։ Կասեմ, պատասխանում է տղան, միայն սպասիր մինչև վերադառնամ։ Անցնում է գետն ու սկսում որոնել դժոխքի դուռը։ Դժոխքի դուռը սև է լինում, ամբողջությամբ մրով պատված։ Սատանան տանը չի լինում, միայն սատանայի տատն է տանը լինում, մի ծեր ու լայն բազկաթոռի վրա նստած։ Ինչ ես ուզում տղա, հարցնում է պառավը, ու տղային թվում է, թե նա այնքան էլ չար չի։ Ինձ սատանայի գլխից 3 ոսկե մազ է հարկավոր, ասում է տղան, թե չէ ստիպված կլինեմ բաժանվել կնոջիցս։ Մեծ բան է ուզածդ, ասում է պառավը, որ սատանան տուն գա ու քեզ տեսնի էստեղ, վերջդ եկել է։ Բայց ես խղճում եմ քեզ, տեսնեմ ինչով կարող եմ օգնել, ասում է ու տղային մրջյուն դարձնում։ Դե մտիր շորիս ծալքերի մեջ, ապահով կլինես։ Այդ բոլորը լավ, ասում է տղան, բայց ես կուզեի 3 հարցի պատասխանն էլ իմանայի։ Ինչու շատրվանից, որ առաջ գինի էր ժայթքում, հիմա ջուր էլ չի գալիս։ Ինչու ծառը, որ առաջ ոսկե խնձորներ էր տալիս, հիմա տերև էլ չի տալիս։ Եվ ինչու
Գետը անցկացնողը ամբողջ կյանքում այդ գործն է անում ու ոչ ոք չի փոխարինում նրան։ Դժվար հարցեր են, պատասխանում է տատը, բայց դու ուշադիր ականջ կդնես, թե ինչ կասի Սատանան, երբ ես սկսեմ պոկել նրա 3 ոսկե մազերը։ Երեկոյան Սատանան գալիս է։ Հենց որ ներս է մտնում, զգում է, որ օդը մաքուր չէ։ Էս ինչ մարդահոտ է գալիս, ասում է նա, էստեղ ինչ որ մի բան կա։ Նա նայում է տան բոլոր անկյունները, ամբողջը տակն ու վրա անում, բայց ոչինչ չի գտնում։ Տատը սկսում է նախատել. նոր եմ ավլել տունն ու ամեն ինչ կարգի բերել, դու էլի տակն ու վրա արիր, քո քթին հենց միշտ մարդահոտ է խփում, լավ կանես, նստես ու բան ուտես։ Սատանան կուշտ ուտում է, խմում, շատ հոգնած է լինում, գլուխը դնում է տատի գոգին, խնդրում, որ ոչիլներից մաքրի։ Բայց տեղն ու տեղն էլ ննջում է, ֆսֆսացնում ու խռմփացնում։ Այդ ժամանակ պառավը մի ոսկե մազ է բռնում ու պոկում, դնում կողքին։ Վայ, գոռում է Սատանան, էդ ինչ ես անում։ Ախ, վատ երաս տեսա, պատասխանում է Սատանայի տատը, դրա համար էլ ձգեցի մազերդ։ Ինչ երաս տեսար, հարցնում է Սատանան։ Երազում տեսա, շուկայի հրապարակում մի շատրվան կա, առաջ գինի էր ժայթքում, իսկ հիմա էնպես է ցամաքել, որ ըսկի ջուր էլ չի գալիս, ինչից կլինի։ Որ իմանային, ասում է Սատանան, քարի տակ մի մեծ դոդոշ է նստած, որ սպանեն նրան, էլի գինի կգա։ Տատը էլի սկսում է քթվել Սատանայի գլուխը։ Սատանան քնում է ու սկսում էնպես խռմփացնել, որ ապակիները զնգզնգում են։ Այդ ժամանակ տատը երկրորդ մազն էլ է պոկում։ Վայ, ինչ ես անում, գոռում է կատաղած Սատանան։ Մի բարկացիր, երազի մեջ էի, ասում է տատը։ Հիմա ինչ տեսար, հարցնում է Սատանան։ Տեսա մի թագավորությունում մի խնձորենի կա, առաջ ոսկի խնձորներ էին բուսնում վրան, իսկ հիմա իսկի տերև էլ չի բուսնում, պատճառն ինչ է։ Որ իմանային, մուկը կտրտում է արմատները, որ մկանը սպանեն, էլի ոսկե խնձորներ կտա, իսկ եթե մնա ու շարունակի կրծել, ծառը կչորանա։ Բայց դե հանգիստ թող ինձ քո երազներով, որ մեկ էլ խանգարել ես քունս, ապտակ եմ տալու։ Տատը հանգստացնում է Սատանային ու էլի սկսում քթվել գլուխը, մինչև որ քնում է ու նորից խռմփացնում։ Այդ ժամանակ տատը պոկում է 3-րդ մազը։ Սատանան էնպես է գոռում, էնպես կատաղում, որ ուզում է տատի հախից գա, բայց սա էլի հանգստացնում է քնքշորեն ու ասում. Ինչ կարող ես անել վատ երազների ձեռքից։ Հիմա ինչ տեսար երազում, հարցնում է Սատանան հետաքրքրությամբ։ Գետի մոտ մեկը մարդկանց մի ափից մյուսն էր փոխադրում ու բողոքում, թե ամբողջ կյանքում այդ գործն է անում, ոչ ոք չի փոխադրում իրեն, պատճառն ինչ է։ Հիմարի մեկն է, պատասխանում է Սատանան, երբ որևէ մեկին մյուս ափը փոխադրելիս լինի, թող ձողը նրա ձեռքը տա, այդ մարդը կդառնա տեղափոխողը, ինքն էլ կազատվի։ Տատը 3 ոսկի մազերը պոկելուց եւ 3 հարցի պատասխաններն էլ ստանալուց հետո էլ չի անհանգստացնում ծերուկ Սատանային ու նա մինչև լույս քնում է։ Առավոտյան Սատանան գնում է իր գործին, տատը իր շորի ծալքերի միջից հանում է մրջյունին ու էլի մարդկային կերպարանք տալիս բախտավոր տղային։ Առ, էս 3 ոսկի մազը, իսկ հարցերիդ պատասխանները ինքդ լսեցիր, ասում է տատը։ Ես ամեն ինչ լսեցի եւ մտքումս պահեցի, ասում է տղան։ Դե ուրեմն կարողացա օգնել քեզ, ասում է պառավը։ Հիմա գնա քո բանին։ Տղան շնորհակալություն է հայտնում պառավին, դուրս գալիս դժոխքից գոհ եւ ուրախ, որ ամեն ինչ այդպես
հաջող վերջացավ։ Գալիս հասնում է գետի մոտ, էստեղ պիտի պատասխաներ փոխադրողի հարցին։ Ինձ անցկացրու են ափը, նոր քո պատասխանը կտամ, ասում է տղան, ու երբ անցնում են մյուս ափը, հայտնում է սատանայի խորհուրդը. եթե մեկնումեկը կգա կխնդրի, որ անցկացնես մյուս ափը, ձողը կտաս ձեռքը։ Հետո գնում է, հասնում են քաղաքը, որտեղ աճում էր անպտուղ ծառը, եւ որտեղ քաղաքի դռնապանը սպասում էր իր հարցի պատասխանին։ Սրան էլ է հայտնում սատանայից լսածը. սպանեք արմատները կրծող մկանը, ծառը էլի ոսկի պտուղներ կտա։ Դռնապանը շնորհակալություն է ասում եւ ոսկով բարձած 2 ավանակ տալիս նրան։ Վերջապես տղան հասնում է այն քաղաքը, որտեղ շատրվանը դադարել էր գործել։ Նա դռնապանին հայտնում է սատանայից լսածը. պետք է բռնել ու սպանել այն դոդոշին, որ գտնվում է շատրվանի քարի տակ, շատրվանից էլի գինի կժայթի։ Էս դռնապանն էլ է շնորհակալ լինում ու ոսկով բարձած 2 ավանակ նվիրում։ Վերջապես մեր բախտավոր տղան վերադառնում է տուն, կինը ուրախանում, աշխարհով մեկ է լինում, որ էլի տեսավ նրան։ Տղան սատանայի 3 մազը տանում տալիս է թագավորին, թագավորը շատ գոհ է մնում, մանավանդ երբ տեսնում է ոսկով բռնված 4 ավանակները։ Հիմա բոլոր պայմանները կատարեցիր, աղջիկս քեզ հալալ լինի, բայց սիրելի փեսա, մի ասա տեսնեմ, որտեղից քեզ էսքան ոսկին։ Անցնում էի մի գետով, ափին ոսկին թափված էր ավազի պես, ես էլ հավաքեցի։ Իսկ չի կարելի, որ ես էլ հավաքեմ, ագահությունից այրվում էր թագավորը։ Ինչի չի կարելի, ինչքան ուզեք, պատասխանում է բախտավոր տղան։ Գետի ափին մի փոխադրող կա, դուք խնդրեք նրան, որ ձեզ անցկացնի մյուս ափը, այնտեղ ինչքան ուզեք ձեզ համար ոսկի կվերցնեք։ Ագահ թագավորը շտապ ճամփա է ընկնում, հասնում գետին, նշան անում փոխադրողին, որ իրեն անցկացնի մյուս ափը։ Փոխադրողը մոտենում է, առաջարկում նավակ նստել, իսկ երբ մոտենում են մյուս ափին, նա ձողը խոթում է թագավորի բուռը, իսկ ինքը թռչում է նավակից ու գնում։ Ու այդ օրվանից սկսած թագավորը որպես պատիժ դառնում է փոխադրող։ Ինչը, մինչև հիմա էլ դեռ փոխադրում է, բա ինչ է անում, ով է գիժ, որ ձողը նրա ձեռքից վերցնի։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, կհանդիպենք։